Մանե ինչ ես կարծում, որ քնելու գրաֆիկը փոխեմ շաբաթը 6 օր մենք ստեղ քնենք, մի օր իրանք։ Կջոք է։ Կյանքս դա այն անգամ որ փոխել էիր 5-ը 2-ի, կռի դարավ։ Ճիշտ ես ասում։ Դրա համար սենց կանենք, շաբաթը 7 օր մենք ստեղ կքնենք, էր մնացածը թող իրանք ինչ ուզում են անեն, ուզում են քնեն, ինչ ուզում են անեն։ Հա բայց տենց արդար չի։ Գրաֆիկը դու ես առաջարկել, դու պիտի արդար լինես։ Էդ էլ ես ճիշտ ասում։ Առավոտ շուտ ես ինչքան ճիշտ բան ասեցիր։ Առաջարկում եմ այդ առիթով մի հատ գրկախառնվենք։ Լավ էր։ Ժիրո, իսկ քո ու Իվանի կոնֆլիկտը լուրջ է։ Ավելի լուրջ ակամ բոլոր հարսու կիսուրների կռիվը։ Հա, հասկացա։ Ինքը հարսի պես ուզում է առանձնանա։ Բայց որ առանձնացավ ինչ կարա անի, ախր նա առանց ինձ ոչինչ չի կարա անի։ Ինչի հասել է իմ շնորհիվ է հասել, ինչ էլ չի հասել իրա պատճառով չի հասել։ Ինչ ես մտածում ցուլիկս։ Ցուլիկը մտածում է ցուլիկի տավար աղբորը ոնց ռադանի իր կյանքից։ Ճիշտ ես մտածում։ Դու պարտավոր չես սաղ կյանքդ աշխատես, որ իրան պահես։ Դու պետք է աշխատես, որ քո ծիտիկը ուրախ լինի, իրա ցուլիկի հետ մենակ ապրի։ Տարին մի անգամ էլ չվի տակ երկրներ, Եգիպտոս։ Ես կայացրել եմ վերջնական որոշում։ Ռեստորանի իմ փայ գումարը վերցնում եմ, գնում եմ ուրիշտեղ ռեստորան եմ բացում։ Սա քո կյանքի երկրորդ ճիշտ որոշումն է։ Բա առաջինը որն է։ Որ իմ նման կին ես ընտրել։ Օգնել եմ Ժիրոյից։ Եթե ես չառանցնանամ Ժիրոյից, ես կառանցնանամ կյանքից։ Իսկ տարած գտել ես։ Գտել եմ։ Էն Մանես մի հատ տաքսի կանչի, որ երկուսով գնանք իմ ռեստորան աշխատանքի։ Okay, պատվիրում եմ։ Իսկ Apex Cap-ում 2 հոգանոց տաքսի կա։ Չէ, չկա։ Իսկ start պատվիրեմ, թե comfort։ Դե մեկա երկուսով comfort գնալու ենք, ինչ էլ պատվիրես նույնն է։ Ցուլիկս հեսա ես մեր երկուսի համար համով ռոմանտիկ նախաճաշ կպատրաստեմ, երկուսով կուտենք, ու մեզ ոչ ոք չի խանգարի։ ապրես ծիտիկս։ Մանե մի հատ բան հարցնեմ։ Ջայլամը ծիտ է թե ոչ։ Չթրջող թրջունա։ Ուրեմն ամեն ինչ ճիշտ է։ Իվան, դու ծանոթ դիմաց ծնոտային վիրաբույժ ունես։ Ունեմ, բայց այդ մեթոդը չի օգնի։ Մեկա քեզ հետո բժիշկ կա պետք գալու, բայց նյարդաբան։ Տաքսին եկավ։ Վայ, ինչ լավ է, թե չէ կարողա Ջայլամը մեզ ուտեր։ Բայց ջայլամը մարդ չի ուտում։ Նորմալ Ջայլամը չի ուտում, բայց գիշատիչները ուտում են։ Իվան, զանգի շտապօգնություն ասա թողկան գանգուղեղային ցնցումով աննորմալների հետևից։ 1000 անգամ ասել եմ, որ այս Ջայլամների վանդակը բացում եք, վերջում փակեք, սրանք հարձակվում են մարդկանց վրա։ Ախպերները հետ են գալի նոր սենարով Ամով հոտով դզած փչած կերպարներով Ծնողների ցանկությունը կատարելով Ամուսնանում են օրինական ճանապարհով Բնակվում են ախպերները նույն հասեյում Ամբողջ օրը կռվում իրար միս են ուտում Այս ամենին մի նոր պրոբլեմ է ավելանում Պապամ նոր ու ջահել, մամայա օջախ Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերության Սկսում ենք սիթքոմը ընտանեկան Սպասված և շատ սիրված Ժիրոյի վար Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերության Սկսում ենք սիթքոմը ընտանեկան Սպասված և շատ սիրված Ժիրոյի Վերջ, բոլոր իրերս հավաքեցի։ Եվ մենք հեռանում ենք Ժիրո Իվան ռեստորանից։ Մի րոպե։ Առանց բոլոր իրերս ստուգելու ուր եք գնում։ Իվան,
Հիշում ես, որ ես պապան առաջ դրել։ Սրանք իմն են։ Իա, իմնա։ Այս անլարական ջակալն ու լիցքավորիչը ես անձամբ եմ խանութից գնել։ Գողությունը ձերքին բռնում ես, ասում լիցքավորիչի գողը գող չի։ Դաշտամուկ։ Ոչինչ որ ես եմ փողը տվել, որ գնաս առնես բերես ինձ համար։ Ոչինչ։ Նորը կառնես։ Գնացինք ծիտիկս։ Մի րոպե։ Stop baby, ուր ես գնում։ Դու իմ ռեստորանում ես աշխատում։ Շեֆը ստեղ կանգնած ուր ես գնում։ Կներես, նախ առաջին էինք իմ կիննա, երկրորդն ենք իմ նոր ռեստորանի գլխավոր մենեջերը։ Երրորդն դու սկի ուղեղը չես կարող աշխատացնես, որ մնաց ռեստորան աշխատացնես։ Ժիրո, Ալվարդը քեզ բուլինգ է անում։ Տենց բաներ մի ասա, կարող է իմանա բուլինգը ուտելու բանա ու չգնաս տեղից։ Իմիջայլոց։ Մանե, մնում է ինձ հետ։ Հայ։ Դե բարձա, բայց Սեբաստյանն էլ գալիս է ինձ հետ։ Ոչ։ Սեբաստյանը մնում է ինձ հետ։ Ինձ հետ։ Ինձ հետ։ Ինձ հետ։ Ինձ հետ։ Ինձ հետ։ Լավ։ Արի կանգնենք ռեստորանի տարբեր անկյուններում ու սենց անենք։ Տեսնենք ում մոտ կգնա, իրա մոտ էլ կմնա։ Հանգստացեք, հա։ Պետք չի մնալու համար անեմ։ Ես կգնամ Իվանի հետ։ Pardon։ Սեբաստյան, Oui։ ումից քեզնից չի սպասում։ Բայց դու չես կարող գնալ, Mais pourquoi? որովհետև դու պայմանագիր ունես ու պարտավոր ես մինչև տարվա վերջ աշխատել իմ ռեստորանում անվճար։ Չհասկացա։ Ո՞ս է անվճար։ Հա, լավ, պայմանագիրը կարդացել ես այդ էստուգում։ Դու իրականում ունես այդ պայմանագիրը, բայց ես ամեն ինչ կոնեմ։ Ձև կգտնեմ ու քեզ կտանեմ իմ նոր ռեստորան։ Oh, merci, Ivan։ Այ, Միրո ներողություն ախնդրում ուշացման համար։ Միրո մեղավոր չէ, սա ամփոփ վարորդներ են։ Բաղրեմանով իմ համար իջնում եմ, աչում անում դեպի Սայրան, դրանք բոլորը պրոցիվ գալիս են իմ վրա։ Մի սիգնալ, մի դալի բլիժնի, ոչ մի ռեակցիա։ Ստիպված Միրոն սկսեց շաշկի-մաշկի անել, որ կարողանա հասցնի։ Միսապոնվի մտիտակը։ Միրոին ձեզ չեմ տա։ Վայ, շատ շնորհակալ եմ։ Անվճար էլ տաս շնորհակալ եմ, չեմ ուզում։ Գնացինք ծիտիկս։ Ծիտիկիդ համար տաքսի կանչեմ, որ ճանապարհին չհոգնի։ Շնորհակալություն, հեռու չենք գնում։ Միրոն չհասկացավ։ Իվանին ու Ալվարդին Ժիրոն ազատել գործից։ No, չի ասատել։ Իվանը առանձնանում է Շիրոյից ու առանձին ռեստորան է բացում։ Բայց ռեստորանը ում ինչ անելու։ Je sais pas։ Ժիրո Միրո։ Ժիրո Սեբաստյան։ Ժիրո Մանե։ Ժիրո։ Միրո, էլի տարբերակ ունես, թե շրջապատդ վերջացավ։ Էս եկել ես քթից տակ ռեստորան ես բացում, հա? Ոչինչ Իվան տղա, իմ քթի տակ դեռ ոչ ոք երկար չի դիմացել։ Ես տենց կանեմ ռեստորանը թակել կտան։ Giro Ivan! Giro Ivan! Ինչ անեմ, կարող ես իմ ջնջեմ, դառնա Ժիրո Վան։ Չէ։ Լավ չի։ Վնել կջնջեմ, կդառնա Ժիրո Ան։ Այդ էլ լավ չի։ Առաջարկում եմ Վ-ն ու Ն-ն ջնջեմ, դառնա Ժիրո Իա։ Ժիրո Իա։ Չհասկաց, հետիդ էշի տեղ ես դրել։ Բոլորն էլ ջնջելու եմ։ Քո համար համով կապուչինո եմ բերել ցուլիկս։ Ապրես ծիտիկս։
Ասում եմ, լավ է, չէ, առանձին ռեստորանում աշխատելը։ Առանց հիմարների եւ պրոբլեմների։ Շատ լավ է, ցուլիկս։ Ես էլ հատուկ հայտարարություն եմ տվել, որ նորմալ մատուցողներ, առաքիչներ, բարմեններ ու խոհարարներ ընդունեմ մեր ռեստորանում, որ աշխատեն։ Ապրես, ծիտիկս։ Ալվորդ, ասում չգնանք ինտերվյու անենք։ Վայ դու չարաճճի ցուլիկ։ Ես հարցազրույցը նկատի ունեմ, Ալվարդ։ Հա։ Այս ուրիշ բան։ Ժիրո ռեստորան։ Աշխատում ենք առանց Իվան։ Ժիրո։ Ես ինչ լավ անուն ես որոշել։ Ժիրո ընդ X։ Միրո, ես հենց նոր լսեցի, որ սրանք նոր մատուցող են ման գալիս։ Մեզ էլ է պետք լավ մատուցող ման գալ։ Բայց քեզանից լավ մատուցող։ Միրո, ես այս ռեստորանի միակ ու լեգիտիմ տնօրենն եմ։ Ես չեմ կարող համ մատուցող աշխատել, համ տնօրեն։ Միրոն ամեն ինչ հասկացավ, բացի լեգիտիմ բառից։ Այդ հիվանդությունն է։ Միրո, գնա ու ինձ լավ մատուցող ճարի։ Պետք չի ճարել, կա մատուցող։ Ես կլինեմ համ առաքիչ, համ մատուցող։ Լավ, արի փորձենք։ Փորձենք։ Շիրո Իվան 5 տարի աշխատման որպես բարմեն, ունեմ նաև իմ սեփական ստեղծած ֆիրմայի կոկտեյլը։ Հրաշալի է։ Ես այլևս հարցեր չունեմ։ Ես ունեմ։ Իսկ դուք հորոսկոպով ինչ եք։ Աղեղնավոր։ Շնորհակալություն, մենք ձեզ կզանգահարենք։ Այս տղուն ինչի դուրս հանեցիր, Ալվարդ։ Իվան, աղեղնավորները կռվարար են։ Ես խոհարար եմ, մասնագիտացված եմ Կովկասյան խոհանոցի վրա։ Ունեմ 10 տարվա աշխատանքային փորձ։ Որ խնդրեմ մի հատ քարտ կքաշեք։ Ձեր պարագայում ամեն ինչ պարզ է։ Մնում է պրակտիկայում ցույց տաք ձեր ունակությունները։ Բայց այն ժամանակ, երբ ձեզ կզանգահարենք։ Ալվարդ ջան, այս կնոջ խնդիրը ո՞րն էր։ Իվան, հələ նա ինչ քարտ է բացվել։ Ղարի դամա, իրանք սև գործը տակից են անում։ Հաստատ գործից հետո պայուսակի մեջ ուտելիքա տուն տանելու։ Նստեք։ Մինչև ձեր ռեզյումեին անցնել է, այս սուրճը խմեք։ Բայց ես արդեն սուրճ խմել եմ։ Գլուխ գովալու ժամանակը չի։ Սուրճը խմեք եւ բաժակը շուռ տվեք։ Մերսի սուրճի համար, բայց ես ուրիշ հարցով եմ եկել։ Դուք գույք եւ տեխնիկա եք պատվիրել, առաքել ենք։ Մեր ռեստորանի համար նոր տեխնիկա են պատվիրել։ Շնորհակալ եմ արագ առաքման համար։ Տվեք ստորագրեմ։ Շնորհավորում եմ, դուք մեր նոր խոհարն եք։ Շնորհավորում եմ, դուք մեր նոր մատուցողուհին եք։ Մաքրուհի։ Տղա ջան, բայց ես 5 լեզու գիտեմ, հաշվապահ եմ։ 5 լեզու, հաշվապահ։ Մաքրուհի։ Դուք պարզապես ընդունված եք։ Դուք չեք համապատասխանում։ Երկվորյակները շեղող հատկություն ունեն։ Բայց ես հորոսկոպով երկվորյակ չեմ։ Բայց ես ձեզ հետ չեմ։ Ես երկվորյակներիդ հետ եմ։ Միրո, դու հիշում ես ինչ պետք է անես։ Պետք է մոտենալ հաճախորդին, բարևել, տալ մենյուն ու ժպիտով ասել ընտրեք։ Դրանից հետո մոտենալ հաջորդ հաճախորդին, վերցնել գումարը։ Մինչև բարի մոտ բերելը պետք է թաքուն նայել, տեսնել թե հավճել տվելը թե չէ։ Հետո վերադառնալ առաջի հաճախորդին ու գրանցել պատվերները։ Բրավո, Միրո։ Բրավո։ Ապրես, ես քեզնից չէի սպասում։ Չէի սպասում, որ մատուցողի գործը արագ կսովորեմ։ Չէ։ Չէի սպասում, որ այդ մի նախադասությունը մի շնչով կասես։ Ապրես։ Լավ։ Ես գնամ կաբինետս կահավորեմ։ Չես մոռացել, չէ, որ ես այս ռեստորանի միակ ու լեգիտիմ տնօրենն եմ։ Չէ, չեմ մոռացել, ուղղակի Միրոն չի հասկանում լեգիտիմ ինչա։ Չինական ավտո է։
Անցի գործի հետո կպատմեմ։ Արդեն ընտրեցիք։ Որ մենյուն թողես կընտրեմ։ Միրու, առաքում կա, այս շուտ տար։ Վիտ։ Ու նայ ընտրի, մինչև մի հատ տեղ կա, պանգալեն գնա ու գա։ Յոնքս, ես ինչ լավ ես կահավորել սենյակս։ Ես ինչ լավ բուդա։ Քրաշս, բուդ չի մուդա։ Համարյա ճիշտ եմ ասել։ Ես ինչ առախոսա։ Այս արագ արձագանքման կապա։ Եթե ուզում ես կապ հաստատել առաքման բաժնի հետ, այս կոճակն ես սեղմում եւ Միրոն արագ հայտնվում է քո կաբինետում, բայց պիտի ուժեղ սեղմես, լավ չի աշխատում։ Միրոյի պես էլի։ Եթե ուզում ես խոհարարների հետ կապ հաստատես, այս ես սեղմում եւ Սեբաստյանը գալիս է քո կաբինետ։ Աշխատում է ես։ Հա, աշխատում է։ Եթե ուզում ես ինչ-որ մեկին գրկել, այս ես սեղմում։ Ո՞վ է գալու։ Դե փորձի կտեսնես։ Ես այստեղ եմ։ Յոնքս, բայց ինչի ես այս ջղային նկարը կպցրել պատին։ Շիրո, նա ինչ քյութ բան է մտածել։ Երբ որ դու կլինես քո կաբինետում, ինչ տրամադրություն որ ունենաս, այդ տրամադրությամբ նկար կկախես, որ աշխատողներդ մտնեն, հասկանան արժի շեֆի հետ խոսել, թե չէ։ Երբ որ կունենաս լավ տրամադրություն, այս նկարը կկախես։ Երբ որ տխուր կլինես, այս մեկը կկախես։ Երբ որ քնած կլինես, այս մեկը կկախես։ Խելքի կտոր ես էլի, խելքի կտոր։ Արի։ Ժողոմ։ Ոնց հասկացա, Իվանի կաբինետը ձևափոխել ու սարքել եք կինոթատրոնի վերջին շարք։ Սեբաստյան, Ուի։ դու իմ նոր հրամանները չես կարդացել։ Նո, ինչ հրաման։ Ռեստորանի բոլոր աշխատողները, բացի Մանեից եւ Միրոյից, պարտավոր են 3 անգամ ներս մտնելուց առաջ դուռը թակել։ Պաստորեն, մենակ ինձ էր վերաբերում քո ապուշ հրամանը։ Նո, ինձ ոչ մի հրամանը չի եկել։ Մանե, աշխատասենյակի համար մի հատ լավ պրինտեր պատվիրի, որ հրամաններս տպենք կպցնենք պատին։ Ցանկալի է գունավոր, որովհետև մարդ ես, կարող է գունավոր հրամաններ արձակել։ Լսիր, Ժիրո, ես քեզ հետ շատ կարևոր բան ունեմ խոսելու։ Ես այլևս չեմ ուզում աշխատել։ Սեբաստյան, որ ես նկարին նայում ես։ Ինչ նկար է։ Je pense հիմար նկար է։ Սխալ պատասխան։ Ջղային նկար է։ Երբ որ տեսնում ես այս նկարն ապատից կախած, ուրեմն շեֆին պետք չի արծեր տալ։ Իսկ հիմա դուրս։ Բայց Դուրս, ոչ մի բայց։ Դուրս արի թե չէ քո նկարն են կախելու խոհանոցի պատից անել սև լենտով։ Մատուցող։ Ինձ թվում է անիմա ժամանակ եք կորցնում։ Ինչով կարող եմ օգնել։ Դու ես մատուցողը։ Ես տենց մատուցողին նման եմ։ Ես այս ռեստորանի միակ ու լեգիտիմ տնօրենն եմ։ Ուրեմն լսի, այս մի ժամա նստած եմ, ոչ մեկ չի մոտենում։ Արդեն որոշեցիր։ Հա, որոշեցի գնամ ուրիշ ռեստորան։ Ուր ես այս մի ժամա չկաս։ Աբանից եմ միշտում պռոպկա, գիտես տենց հեշտ է։ Միրո, ոնց հասկանում եմ, քոնը առաքումն է։ Դու այսօրվանից կլինես Ժիրո ռեստորանի առաքիչը։ Շնորհակալություն։ Լավ, չեք սապովում։ Դե ես գնամ պատվերը վերցնեմ, տանեմ ավան։ Նոր չես գալիս հավանից։ Պատվեր տարել է, ուղղակի բողոքում են ասում են խավիարի վրից կերած է։ Նույնն է։ Ասենք ես խավիարի մեծ մասը կա։ Իմաստը ո՞րն է բողոքելու։ Գնամ են չբացածը վերցնեմ ու բան, հա։ Մի րոպե։ Էսկեր նոր գնա չբացածի հետևից։ Ինչի։ Որ կշտանաս են էլ չբացես ճանապարհին ուտես։ Ես 15 տարի արդեն աշխատում եմ որպես առաքիչ։
Իդեպ 5 տարի շարունակ ճանաչվել եմ Երևանի լավագույն առաքիչը։ Բա մնացած 10 տարին ով է ճանաչվել լավագույն առաքիչ։ Միրոն։ Ոչ ոք, մրցանակաբաշխությունը վերջին 5 տարին են անցկացում։ Սիմոն ջան, իսկ ինչ աշխատավարձ եք ակնկալում։ Իմ գործում աշխատավարձը կարևոր չէ, այլ հաճախորդին կուշտ ու երջանիկ տեսնելը։ Ներողություն։ Ալո, որ փողոցը, Շահսուվարյան։ Հա, իհարկե։ Չէ, սխալ եք մտել։ Մամիկոնյանց փողոցից պետք է թեքվեք աջ։ Ահա, Շիրվազադե խաչմերուկ չհասած աջ կողմում պուլպուլակ կա, կողքը տղամարդ կա, շրջանցում եք դա։ Նիկողայես Տիգրանյան փողոցի զուգահեռ փողոցն է։ Խնդրեմ։ Քաղաքապետարանից էր։ Շահսուվարյան փողոցի տեղն էին կորցրել, օգնեցի։ Ընդունված։ Շնորհակալ եմ։ Եթե դեմ չեք, կարող եմ հենց հիմա էլ անցնել աշխատանքի։ Այ չէ, Սիմոն ջան, հենց հիմա ես քեզ հեռախոս կտամ, որ առաքումների պատվերները կատարես։ Ճիշտ է, հեռախոսը կնոպեչնի չի, բայց կարծում եմ գլուխ կհանես։ Հեռախոսի մեջ բոլոր առաքման ծրագրերը կարող ես ներբեռնել, քարտեզներ եւ այլն։ Շնորհակալ եմ։ Առաքման համար ինձ քարտեզներ պետք չի, ես Երևանի բոլոր փողոցները անգիր գիտեմ։ Բոլոր փողոցները։ Այո, բոլոր 1080 փողոցները։ Այից կարող եմ սկսել։ Աբովյան, Արգիշտիա, Ադոնց, Արամի։ Չէ, մի շարունակի, հավատում ենք։ Սիմոն, իսկ դու կարող ես հորոսկոպով նավիգատոր ես։ Թույլ կտաք, Միսյո Հարգարժան, միակ եւ լեգիտիմ տնօրեն։ Սեբո, որ նայում ես այս նկարին։ Ինչ ձևի նկար է։ Je pense, բարի։ Դե որ բարի ուրեմն հանգիստ է սա։ Ես ուզում եմ դուրս գալ կոմոտից եւ տեղափոխվել Իվանի մոտ։ Դու էլ լսեցիր ինչ ասեց։ Հանգիստ։ Ես գիտեմ այս սիտուացիաներից ոնց են դուրս գալու կինոներում եմ տեսել։ Սեբո, այս թուղթու գրիչը վերցրու։ Եվ ինչքան աշխատավարձ ուզում ես, գրա։ Հոп, այս ինչ ես գրում։ Մի հատ ջնջի։ Համաձայն ես։ Չէ։ Այսենց համաձայն եմ։ Ես հեռանում եմ։ Չես կարա։ Պայմանագիր ունես։ Pas de problème։ Այս պայմանագրի ինչքան դու գանք պիտի մուծեմ աշխատանքից դուրս գալու համար։ Շնորհակալություն հարցի համար, հիմա նայեմ։ Հա, ոչ մի բան, այդ կետը պայմանագրում չկա։ Դե ուրեմն վերցրու քո ոչ մի բանը։ Ես հեռանում եմ։ Ադյո։ Ավելի լավ է տաքսիով գնամ։ Ոտքով ուշ կհասնեմ։ Համել վարորդը հաստատ ինձանից ավելի լավ կիմանա Աբանի փողոցները։ Սիմոն ջան, դու վստահ ես, որ 1 ժամվա ընթացքում 20 առաքումներ կկատարես։ Իհարկե, տեսեք, առաջինը կտանեմ հեծանվով, հետո կհակնեմ ռոլիկներս, կգնամ երկրորդ հասցեն։ Դրանից հետո սամակատով կբարձրանամ հաջորդ հասցեն ու Մի շարունակի, մենք հավատում ենք, որ կհասցնես։ Էս ով էր։ Լուրջ մրցակից է հայտնվել։ Պետք է սրա հեծանիվի ակերը պոկել ես թաղամասից։ Միրո, բա քեզ չեն ասել, որ ականջ տնել չի կարելի։ Առավել եւս ծառին։ Բայց միլիոն ականջ չի դնում։ Ուղղակի ծառն է ջրում։ Քրաշս, բա իմ առանց խոհարարի ինչ ենք անելու։ Ես մտածեցի,
ավելի լավ սթորի անեմ մեր էջով, ով որ խոհարարի էմոջի ուղարկի, կընդունենք գործի։ Մենակ իմանաք ինչ ա եղել։ Գիտեմ, Սեբաստյանին ես եմ ազատել աշխատանքից։ Միրոն ուրիշ բաներ ուզում ասեր, բայց ոնց որ քո ասածը ավելի շատ է համապատասխանում, մենակ իմանաք ինչ ա եղելին։ Բա առանց խոհարարին չենք անելու։ Միրո ջան, հիմա այդ հարցն ենք լուծում։ Միրոն լուծեց այդ հարցը։ Միրոն կլինի առաքիչ խոհարար։ Դու ճաշ պատրաստել գիտես։ Իհարկե։ Ես որ զվացեղ էի սարքում։ Սեբաստյանն ու Իվանը ուր էին։ Ավելի լավ է ես հայտարարություն տամ խոհարարի համար։ Հա, դուր։ Մարդիկ սովասարավ գալիս են, մենակ սուրճ ու թեյ ենք տալիս։ Սեբաստյան։ Oui. Ինչ լավ որ հետ ես եկել։ Ես առանց քեզ ինչ էի անելու։ Խնդրում եմ, արի քեզ հետ վերցնենք աշխատանքի։ Հետո գիտես ինչ, ես քեզ նման պրոֆեսիոնալ խոհարար դեռ չեմ տեսել։ Մաքուր, խելացի, ճիշտ, քո պայմանները գրի, տակնեն ստորագրի։ Ouais. Բայց ինչի՞ տակ ստորագրեմ, այստեղ ոչ մի բան գրված չէ։ Դե եմ ասում, դու քո պայմանները գրա ու ստորագրա։ Սեբաստյան, Oui. բայց ինչի հետ եկար։ Դե ուղղակի ես գնացի որ Իվանի մոտ ընդունվեմ աշխատանքի, էնել ինքն արդեն խոհարար էր ընդունել իր աշխատանքի։ Դեսի որոշեցի վերադառնալ եւ Ժիրոյին խնդրել, աղաչել, ոտքերն ընկնել, որպեսզի ինձ նորից ընդունի։ Պարզվեց կարիք չկա։ Merci bien. Merci. Ուրախ նկարս բեր։